Այսօր իմ խոսքի անունը ես վերնագրել եմ մնա ուխտի մեջ եւ յուղ ունեցիր։ Աստված ինչ որ ասում է մեզ, դա նշանակում է մենք այդ ուխտի մեջ պետք է մնանք։ Աստծո խոսքը մեր համար ուխտի պայման է։ Մարդիկ երկրի վրա երբ որ ապրում են, մարդիկ երկրի վրա երբ որ ինչ-որ իրար հետ հարաբերություն են ունեն, ժողովուրդ, պայմանագիր են կապում։ Պայմանագիր է կոչվում։ Աստվածաշունչը այդ պայմանագրին ուխտ է ասում, որ մենք ուխտի մեջ լինենք իր հետ։ Աստված մեր հետ պայման է կապում։ Աստված երթում է տալիս, մեզանից էլ երթում է ոնց որ պահանջում, որ մենք հավատարիմ լինենք իրեն։ Ինքն էլ մեզ հավատարիմ է։ Մենք երբեք չեմ կարծում ինչ-որ մեկը կասկածի Աստծո հավատարմության վրա։ Այն ով որ կասկածի Աստծո հավատարմության վրա, նշանակում է նա Աստծուն չի հավատում, նա Աստծուն չի ճանաչում, նա Աստծուն չի վստահում, նա Աստծուն ընդհանրապես չգիտի։ Աստված բացարձակ ճշմարտություն է, Աստված ինչ որ անում է բարի է, Աստված ինչ որ անում է մեր իսկ օգուտի համար է անում, մենք ինչ որ անում ենք նրա արածի հանդեպ չնչին ինչ որ մի շնորհակալություն ենք ասում, բայց մենք կարիք ունենք նրա պատգամը, նրա խոսքը, նրա ուխտը, որ մեր հետ կապել է, հաստատուն պահենք միջև մեր կյանքի վերջը, մեր կյանքի բոլոր մանրուքներում։ Դրա համար սկսեմ կարդալ Երեմիա մարգարեության 31-րդ գլխի 31 խոսքը։ Տեսեք ինչ ասում. ահա օրեր կգան, ասում է Տերը, երբ Իսրայելի տան հետ եւ Հուդայի տան հետ նոր ուխտ պիտի կապեմ։ Ոչ թե այն ուխտի պես, որ նրանց հայրերու հետ արեցի, այն օրերը, երբ նրանց ձեռքից բռնեցի Եգիպտոսի երկրից հանելու համար, որովհետև նրանք իմ ուխտս զանց արեցին, ես էլ նրանց մերժեցի, ասում է Տերը։ Ասում են նոր ուխտ պիտի անեմ, մենք բոլորս հավատում ենք, գիտենք, այդ նոր ուխտ ասածը, նոր կտակարանն է, Հիսուս Քրիստոսի երկիր գալը, խաչվելը, հարություն առնելը, նոր ուխտը դա Հիսուս Քրիստոսի միջոցով եղավ մեր հետ, բայց հին ուխտը ասում է, դուք զանց արեցիք, ավերեցիք ասում է, ես էլ ձեզ մերժեցի, հին ուխտն այն էր, որ Եգիպտոսի երկրից Աստված ժողովրդին հանեց, բայց մարդիկ հավատարիմ չեղան այդ ուխտի մեջ, Աստված հրաշքով Եգիպտոսից հանեց, Մովսեսի ձեռքով արեց, Մովսեսի միջոցով արեց, բայց ինքը արեց, բայց մարդիկ հավատարիմ չեղան։ Հիշում եք ինչ միջոցով էր, գար մորթելներ, արյունը պատերին դռներին քսելներ, այդ գարան միս ամբողջովին ուտելներ, փրկվեցին ֆիզիկապես, բայց Աստված տեսնում է, որ մարդը ինչ ասեմ, ապերախտ բառն ասեմ, երախտամոր բառն ասեմ, որ մարդը հավատարիմ չի մնում, որտեղ մարդը միշտ կարիք ունի Աստծո հետ շփման հետ։ Երբ որ մարդը մեկ-երկու անգամ կիրակի օրերը չի գալիս եկեղեցի, չգիտեմ դուք ձեր վրա զգացել եք թե չէ, ես չի եղել որ երկու անգամ չգամ, եղել է ասենք ինչ պատճառով մի անգամ հանկարծ չգամ։ Զգում ես պակասությունը, ես որ հանկարծ երկու անգամ աղոթքի չեմ գալիս, հաջորդ օրը զգում եմ այդ պակասությունը, Աստված մեր հետ որ ուխտ է արել, ու Հիսուսն ասեց անդադար աղոթք արեք, ու չձանձրանաք, երբ որ հանկարծ մի քիչ ձանձրանում ես, երբ որ հանկարծ մի քիչ հոգնում ես, տեսնում ես որ հետ ես գնացել, դու կարող ես ասենք մի 10 րոպե շունչ չքաշես, չես կարող, դու կարող ես երկար ծառավ մնալ, չես կարող, դու կարող ես մի քանի օր ծոմ պահել, բայց չես կարող առանց հաց ուտելու ապրես, Աստված այնպես է մեզ ստեղծել, որ մենք այդ ուխտը պահենք միշտ լինենք իր հետ։ Շարունակեմ։ Առաջի ուխտազանց մարդը եղավ Ադամն ու Եվան, ժողովուրդ ջան։ Առաջի ուխտազանց ուխտը ավերողը եղան Ադամն ու Եվան։ Եվ մենք տեսնում ենք ինչ եղավ այդ ուխտի դուրս գալու ուխտը խախտելու պատճառով, որ մեղք աշխարհ մտավ, միջև այսօր մարդկությունը տառապում է այդ մեղքի տակ։ Նրանք Աստծո խոսքը չպահեցին։ Դե ասում են, ինչ անենք, Աստված ասել է որ չուտեք, բայց ինչ կլինի որ ուտենք։ Ժողովուրդ, Աստված ասել է չուտեք։ Սա ուխտ էր։ Աստծո խոսքը չի կարելի մատների արանքով նայել, Աստծո խոսքին չի կարելի իմիջայլոց վերաբերվել։ Հիշում եք Եսավը իմիջայլոց վերաբերվեց իր անդրանիկությանը։ Իր փուչ խոսքի պատճառով կորցրեց անդրանիկությունը։ Աստված օրենք էր դրել
իծնե անդրանիկները պատկանում են իրեն, իծնե ժառանգությունը անցնում էր մեծ որդուն, բայց իմիջայլոց վերաբերել, դա սոված եմ էլի, դա ինչ կլինի որ, դա ինչ եղել որ, կորցրեց, ժողովուրդ, մեր բերանից դուրս եկած ամեն խոսքը նշանակություն ունի Աստծու համար, Եսավը դրանով ուխտազանց եղավ, Աստված էլի ուխտեր կապեց, Նոյի հետ ուխտ կապեց, Աբրահամի հետ ուխտ կապեց, Մովսեսի հետ ուխտ կապեց, Սավուղ թագավորի հետ ուխտ կապեց, Դավիթի հետ ուխտ կապեց, ու բոլոր այդ պատմությունները մենք կարդացել ենք, գիտենք, ով ինչքան այդ ուխտը պահեց, ինչքան հավատարիմ եղավ այդ ուխտերի մեջ։ 5 կույսերի, այն 10 կույսերի մասին եմ ուզում ասել։ Փեսան կույսերի հետ ուխտի մեջ էր։ Եթե տղան ու աղջիկ ամուսնացել են, արդեն դա ուխտ է։ Չէ, միջև ամուսնանալը, նշանվելը արդեն, որ նշանադրվել են, դա արդեն ուխտ է, և Փեսան պիտի գար, հարցները պիտի սպասեին, կույսերը պիտի սպասեին իրենց, 5-ը լավ էին սպասում, 5-ը լավ չէին սպասում, նրանք այնպես էին սպասում, որ իրենց քունը չէր տանում, անպայման ապահովեցին իրանց զապաս, հայերեն ասած զապաս յուղը, նոր մի գուցե մի քիչ քնեցին, բայց դրանք իմիջալոց են, որ դե լուսը կբացվի, կեթանք յուղ կճարենք, էլի, լուսը որ բացվի, յուղ էլ պետք չի, 5-ը հասան իրենց նպատակին են, 5-ը կորցրեցին, շատ վիրավորական է, երբ որ չես վստահում ու հասարակ ես համարում այդ ուխտը, Շատ ընտանիքներ քանդվում են այդ պատճառով, որ իրանց ուխտը կին ամուսնու հետ ամուսինը կնոջ հետ չի պահում։ Որտեղ պիտի հավաքեին այդ զապաս յուղը, ժողովուրդ ջան։ Այն ժամանակ եթե հարցը վերաբեր նյութական իրական յուղին, այսօր հոգևոր առումով յուղը մենք որտեղ ենք պահում։ Մեր մտքի մեջ, մեր մտքի ոլորտում ենք պահում։ Մենք սպասում ենք Փեսային։ Աստվածաշունչն ասում է Հիսուսը մեր Փեսան է։ Հիսուսը մեր Փեսանա, որ մենք նշանվել ենք, ջրի մկրտությունով մենք նշանվել ենք Հիսուսի հետ, նա մեր հոգու Փեսանա, նա պիտի գա, մենք յուղ ունենք, թե չէ, Հիսուսն ասեց, երբ որ գամ երկրի վրա հավատք կգտնեմ, թե չէ, այդ որ հավատքներ, ես վերջերն Մարտaz եղբայրը այդ մասին խոսեց, սերտողության ժամանակ, իրեն սպասողների հետևից է գալու Հիսուսը։ Այդ հավատքը, ով որ ինձ սպասում է, ով որ յուղ ունի, ես նրանց համար եմ գալիս։ Շատ հարցներ կորցնում են իրենց յուղը, իրենց Փեսայի հանդեպ։ Եվ հետո սկսում են մեղադրել Փեսային։ Ուրիշի յուղով չես կարող ապրել, ուրիշի յուղով չես կարող Փեսային դիմավորել, ասում արդարը իր հավատքով կապրի, արդարը ուրիշի հավատքով չի կարող ապրի, դու քո յուղը պիտի ունենաս, ռուսերեն մի հատ խոսք կա, ասում ուրիշի մեջքի վրա դրախտ չես կարող գնալ, ուրիշի հաշվին, ուրիշի հավատքի հաշվին չես կարող ինչ-որ բան անել, դու քոնը պիտի ունենաս, դու քոնը պիտի ունենաս, դու քո յուղը պիտի ունենաս, հարս, դու քո հավատքը պիտի ունենաս, Աստծո մարդ, դու չես կարող ուրիշի հավատքով ապրել, երկրի վրա այդ մարդու հետ կարող ես քայլել, բայց վերջին օրը, այն յուղ ունեցողը կգնա դու կմնաս, դու քո հավատքը պիտի ունենաս, Եթե մենք միայն կիրակի օրն ենք հիշում Հիսուսին, մենք յուղ չունենք։ Եթե միայն հաղորդությունից հաղորդություն ենք մենք հիշում Հիսուսին, նշանակում մենք յուղ չունենք։ Այն 5 կույսերը նրանց մտքում էր, նրանց մտքից դուրս չէր գալիս, որ հիմա կարող է գա, հիմա կարող է Փեսան գա, պատրաստ լինեմ ես։ Երկրոցում մի հետաքրքիր պատմություն կա։ Փեսան գալիս է դուրս ծեծում է, հարսնացուն ասում է, լավ է, ասում է, ոտքերս լվաց է պարկել եմ,
Գիտես, ես քո ոտքերից առավել եմ։ Ես եկել եմ, ոչինչ երկրորդ անգամ կլվաս։ Ես կլվամ քո ոտքերը։ Դուրս արի, բացի։ Չբացեց, հետո փոշմանեց, էլ փեսային չգտավ։ Այս բոլոր օրինակները Աստվածաշունչը որ բերում է, մեր համար է բերում։ Հիսուսը թակում է շատերի դռները։ Լավ է, Հիսուս, հետո կգամ պաշտամունքի։ Լավ է, եղբայր, քույր, հետո կավետարանես, ես գործ ունեմ, գնում եմ։ Գնում եմ խաշուտելու։ Կանչել են ինձ վարդևորի։ Աստծո խոսքն ասում է, այսօր է ժամանակը, այսօր է փրկության օրը։ Ժողովուրդ, Աստծո ասացին մատների արանքով նայելը մեղք է։ Արի ինչ էլ է որ։ Եղավ այն, ինչ որ եղավ, փեսային չգտավ այդ աղջիկը։ Ուխտդ խախտեցիր, յուղդ կվերջանա։ Աստծո խոսքն ասում է, քո ջրորից ջուրդ խմի։ Էսի ամուսիններին ասում։ Քո ջրորից ջուրդ խմի։ Ուխտդ խախտեցիր, ջրորդ կչորանա։ Ուխտդ խախտեցիր, երջանկությունդ կվերջանա։ Քո ջրորից ջուրդ խմի։ Ջրորումդ միշտ ջուր պահի։ Ուխտը խախտեցիր, յուղ չես ունենա։ Դավիթը հավատարիմ էր իր վրա թափված յուղին, Սավուղը ոչ։ Գիտեք, որ Սամվել մարգարեն յուղով օծեց Սավուղին որպես թագավոր։ Նույն Սամվել մարգարեն յուղով օծեց Դավթին թագավոր։ Դավիթը հավատարիմ մնաց, Սավուղը ոչ։ Յուղը նույնն էր, թափողը նույնն էր, պահողը տարբեր էին։ Այսինքն, ժողովուրդ, մեզանից է կախված։ Աստված իր հոգին, որ լեցնում է մարդկանց վրա, մարդկանց մեջ, Պենտեկոստեն որ եկավ, ոչ բոլորը հոգով լցվեցին։ Մեր բաժինը այդ ուխտը պահելն է։ Մեր բաժին այդ յուղը, որ լցված է մեր վրա, այն որ դու բկրտության ժամանակ խոստում տվեցիր, քեզանից է կախված այդ պահելը։ Աստծուց չի կախված, յուղը նույնն է, Աստված նույնն է, օրհնողը մարգարեն նույնն է, բայց պահողը ես ու դու ենք։ Շատ յուղ, շատ օծություն ենք ուզում երբեմն, շատ յուղ, Տեր Աստված, շատ յուղ, շատ օծություն եմ ուզում։ Աստված ասում են մանանեխի հատի չափ հավատքը հերիք է։ Մանանեխի հատի չափ հավատքի հերիք է։ Հավատարիմ եղի այդ մանանեխի չափ հավատքիդ մեջ, ամեն բան լավ կլինի։ Քո եղածի մեջ, քո ունեցածի մեջ հավատարիմ եղի։ Ում որ շատ է տրված Աստված ասում է շատ կպահանջվի, ում որ քիչ է տրված քիչ կպահանջվի։ Քո կոչումի, քո չափսի մեջ հավատարիմ եղի։ Մանանեխի հատի չափ հավատքդ պահի։ Եղիան գնացել էր Սարեփթացի մի այրի կնոջ մոտ։ Սոված էր, մարգարեն սոված էր։ Այդ կնոջը դիմեց, ասես մի կտոր հաց տուր, էլի, ես էլ ուտեմ։ Ասես մի քիչ յուղ ունեմ, մի քիչ էլ ալյուր ունեմ։ Պետք է, հեսա երկու շորտ հաց թխենք, ես ու տղես ուտենք ու մեռնենք, էլ չկա։ Ասեց, գիտես, դու բեր ինձ տուր, Աստված ասում է, որ ոչ յուղդ կպակասի, ոչ էլ հացդ կվերջանա։ Այդ մի մանանեխի հատի չափ հավատքը, այդ մի աման յուղը, այդ մի կտոր հացը, որ նա բերեց մարգարեին, մարգարեն գիտեք, Աստծո խորհուրդն է։ Նրա ոչ յուղը վերջացավ, ոչ հացը վերջացավ։ Ինչի համար, որովհետև նա այն իր հավատքը տվեց։ Հավատք նշանակում է, այն հաղորդության ժամանակ շատ եք ասում, հիշես իմ մահը։ Հիշել նշանակում է խոսել։ Խոսել նշանակում է տալ։ Երբ որ դու հավատում ես, չես խոսում, նշանակում է յուղդ կպակասի, հավատքդ կպակասի։ Այս կինը հարևաններից ամանները հավաքեց, դուռը փակեց
ու սկսեց լցնել յուղը։ Փորձի հարևաններիդ հավաքել, դուրդ փակի, որ չխանգարեն, ու սկսի ավետարանը խոսել։ Դες հավատքդ կավելանա, թե չէ։ Մարդը, եթե իր հավատքի մասին չի խոսում, հավատքը հետ է գնում, յուղը պակասում է։ Ինչի համար Աստված ասում է, գնացեք, հարոզեք, վերից զորություն կառնեք եւ իմ վկաները կլինեք։ Այդ ժամանակ յուղը ավելանում է։ Այս կնոջ յուղը չպակասեց, որտեղ այս կինը տվեց, իր խոսքը տվեց, ամանները պատկերացրեք, ոչ մեկի ամանի կարիք չունի, այդ ամանները, այդ հարևանները դատարկ, քո հարևանները դատարկ են, Աստծո խոսք չեն լսել, քո շրջապատի մարդիկ դատարկ ամաններ են, կարիք կա, որ նրանց մեջ յուղ լցվի, գնա եւ խոսի։ Հիսուսը հավատարիմ եղավ հորը տված խոստումին, ասաց, ահա գալիս եմ քո կամքը կատարելով Աստված։ Հիսուսը հավատարիմ եղավ եւ վերջում ասաց, ամեն բան կատարված է խաչի վրա։ Ժորժ, մեր կյանքը կամաց մոտենում է ավարտին, թե ում կյանքը երբ կվերջանա չգիտենք։ Կարող ենք մեր կյանքի վերջում ասենք, կատարված է։ Պողոս առաքյալը գոհ էր իր անցած ճանապարհից։ Հավատքը պահեցի, հավատարիմ եղա, կատարված է, ամեն բան կատարված է։ Հիսուսը հոր հետ ուխտ էր արել, որ պիտի գար փրկեր մեզ, եւ իր ուխտի մեջ ինքը հավատարիմ եղավ։ Մկրտության ժամանակ խոստում ենք տվել հավատարիմ լինել։ Գիտեք, մենք շատ ժամանակ հիշում ենք, որ ջուրը մտել ենք ջուրը դուրս ենք եկել, մեզ մկրտել են։ Մենք ավելի շատ հիշում ենք այդ ջուրը մտնել դուրս գալը, քան այն խոստումը, որ տվել ենք միջև մկրտողը քեզ կմկրտեր։ Աստված ոչ թե ջուրն էր օրհնում, Աստված քո խոսքը, քո երդումն էր օրհնում։ Եկեք մենք ավելի շատ հիշենք մեր տված երդումը, որ հավատարիմ կծառայենք քեզ, հավատարիմ կմնանք, քան թե ջուրը մտնել դուրս գալը։ Ջուրը մտնելը դուրս գալը, ժողովուրդ, նշանն էր։ Իրականը քո խոստումն էր, ջուրը նշանն էր, որ այդ ջուրը մտնելը դուրս գալը։ Հрьяաները երբ որ այդ գառան արյունը քսեցին իրանց դռների վրա եւ կերան, եթե միայն արյունը քսեին, արյունը նշանն էր, միսը չուտեին, այն չէր լինի ինչ որ պիտի լիներ։ Այսօր Քրիստոսի արյունը մեր վրա է։ Քրիստոսի արյունը մեր վրա ոչ թե նշան է, այլ կյանքի գրավական է։ Քրիստոսի արյունը կենթանի է ու միշտ կա իրականության մեջ, մեր հավատքի մեջ, մեր մտածելակերպի մեջ, մեր սրտի մեջ։ Երբեն մարդիկ նշանը ավելի շատ են սիրում, քան թե իրականությունը, բայց ասում եմ, երկուսն էլ պետք է։ Եթե Աստծո տված նշանը խախտեցիր, նշանակում է ուխտազանց եղար։ Հիշում եք Սամսոնին, Աստված Սամսոնի հորնումոր հետ ուխտ էր արել, որ Սամսոնը Աստծո ուխտավորը պետք է լինի։ Եվ այդ ուխտի նշանը իր երկար մազերն էր դրել։ Բայց մեր ընկեր Սամսոնը հնազանդ չեղավ այդ Աստծո ուխտին։ Հնազանդ չեղավ այն Աստծո հետ, Աստծո նպատակին, Աստված նպատակ էր տվել Սամսոնին։ Մազերը կտրեցին, ինքն իմացավ, թե հալի իր մեջ ուժ կա։ Ինքը անարգեց այդ նշանը, մազերի իր ունենալը։ Միջև այդ պահում էր, ճիշտ է, սխալի մեջ էր, բայց Աստված համբերում էր։ Աստված ասում է, օտարախառը լծակից մի եղի։ Նա Իսրայելի սիրուն գեղեցիկ աղջիկին թողեց, գնացել էր փրշտացիներից էր կին առել։ Արդեն այդտեղ սկսել էր ինքը ուխտը խախտել։ Երբ որ դու մի քիչ խախտում ես, տեսնում ես Աստված չի պատասխանում այդ մի քիչին։ Հաջորդն ես խախտում, հաջորդը հետո ընկնում ես փոսա, վայ Տեր Աստված, դու ուր ես։ Աստված ասում, ես այն սկզբից քո հետ էի։ Ես քեզի հուշում էի, որ ուխտը չխախտես, որ սխալ չանես, մեղք չգործես, բայց մի արդեն որ բանը բանից անցել է, նոր ինձ ես կանչում։ Եվ փառք Աստծո, գոնե վերջում էլի ինքը կանչեց Աստծո անունը, գոնե փրկվեց։ Մեռավ ֆիզիկապես, բայց գոնե անեն չմեռավ, որ ուխտազանց մեռնի։ Հիսուսն ասեց, ես ձեզ ընտրեցի, ոչ թե դուք ինձ ընտրեցիք աշակերտներին։ Ես ձեզ ընտրեցի։
Ժողովուրդ, Հիսուսը ինքը ընտրեց մեզ։ Ուխտ արեց աշակերտների հետ։ Հուդա, Հիսուսի ձեռի հացը կերել ես։ Հիսուսը ոտքեր հետ լվացել է։ Հուդա, ինչու ես դավաճանում։ Ինչու ես ուխտը խախտում։ Ժողովուրդ, երբեմն ապրել եք դավաճանություն։ Երբեմն դավաճանել եք, երբեմն ապրել եք այդ դառը վիճակը, որ դավաճանված եք եղել։ Ժողովուրդ, շատ վատ է։ Հիսուսը ոչ մի վատ բան չասեց Հուդայի համար։ Պարզապես Երանին նա ծնված չլիներ։ Այո, ճիշտ է, դե Աստծո կանոն, Աստծո օրենք, Աստծո գրվածը պիտի կատարվեր, բայց վայ նրան ում ձեռքով որ կկատարվեր։ Ուխտը մի խախտի։ Մենք Աստծո հետ ուխտի մեջ ենք, ժողովուրդ ջան։ Մի մերժիր Աստծո պարզած ձեռքը։ Որքան վիրավորական է դավաճանված լինել։ Հզոր Աստված, սուրբ կատարյալ Աստվածը ձեռքը մեկնել է մեր հետ ուխտի մեջ մտնելու համար։ Ոնց կարելի Աստծո ձեռը չբռնել։ Եթե ինչ-որ մի մեծ հարուստ երկրի վրա, մի մեծ հզոր հարուստ, չգիտեմ, ինչ-որ մեկը գա քո հետ ուզենա ուխտի մեջ մտնի։ Չի ասում դու այն արա ինչ-որ ես եմ անում։ Չէ, ես մեծ եմ, ես շատ ունեմ, ես պիտի անեմ։ Դու փոքր ես, այդ փոքրի մեջ հավատարիմ եղի։ Ինձ բավական է։ Ես ասում եմ, որ դու ինձ պետք ես։ Քո այդ փոքր բանով դու հավատարիմ եղի, այդքան ինձ բավական է։ Ես ոչ մի բանի կարիք չունեմ, պարզապես հավատարմության կարիք ունեմ։ Ես ուզում եմ ուխտի մեջ մտնեմ քո այդ Աստված ասում է։ Այն, որ մեր մտքում է, այն, որ մեր սրտում է, պիտի լինի մեր լեզվի վրա։ Ժողովուրդ, եթե մենք Աստծո հետ ուխտի մեջ ենք, շրջապատի մարդիկ պիտի իմանան, որ դու հավատացյալ ես։ Եթե դու հավատում ես Աստծուն, քո հավատքի մասին պիտի խոսես։ Երբ որ տղա աղջիկ ամուսնանում են, մատանի են դնում իրենց մատին, նշանի համար։ Իմաստը նշանը չի, իմաստը, որ իրանք ամուսնացած են։ Պարզապես այդ մատանին իրենց մատանի են դնում, որ ուրիշ աղջիկ տղա չփորձեն, չհամարձակվեն, մոտենան, իմանան, որ նրանք ուխտի մեջ են։ Հմբի, երբ որ մենք ուխտի մեջ ենք, կարիք չկա մենք նշան դնենք, խաչ կախենք մեր դոշին, ես չեմ մեղադրում խաչ կախողներին, զարդա լավ են անում։ Բայց ոմանք այդ խաչ ավելի են կարևորում, քան թե խաչի տիրոջը, խաչի իմաստը, որ Քրիստոսի մեջ է։ Որովհետև նշանը այլ բան է, իրականությունը այլ բան է։ Մենք, եթե մարդ ու կին ամուսնացած են իրար հետ, իրանք չեն իրար մատանին ցույց տալու։ Դրսի մարդկանց համար այդ նշանը, բայց իրենք մատանիով չէ, որ ամուսիններ են, իրենք իրականությամբ կյանքով են։ Հիմա եթե դու Աստծո հետ ուխտի մեջ ես, քո ուխտը նշանը պիտի երևա, քո վարվելակերպով, քո սրբությունով, քո կյանքով, քո առօրյայով, քո բերանից դուրս եկած բառերով, այն որ քո մտքի մեջ, այն որ քո սրտի մեջ է, քո լեզվի վրա պիտի երևա։ Երկրորդ Թագավորաց 21-րդ գլխում sense մի բան կա գրված։ Դավթի օրերում սով եղավ ժողովուրդ։ Սով։ Դավիթը զարմացավ, Տեր Աստված, ինչի համար է սովը։ Աստված հիշեցրեց, որ Հեսուի ժամանակ խաբեությամբ գաբավոնացիք եկել էին, խնդրել էին Հեսուին, որպեսզի իրենց հետ բնակվեն, իրենց վնաս չտան, մենք խեղճ ու կրակ ժողովուրդ ենք, խնդրում ենք ողորմեք, մեզի մի սպանեք։ Հեսուն ուխտ կապեց։ Խաբնվեց, բայց ուխտ կապեց, բայց հավատարիմ մնացին այդ ուխտին, գաբավոնացիները հրյաների հետ ապրեցին, մինչև Սավուղի օրերը։ Եվ Սավուղը սպանեց գաբավոնացիներ մի քանիսին, ուխտը խախտվավ, բայց սովը եղավ Դավթի օրոք։ Հիմա Աստված, որ Դավթին հասկացրեց, որ Սավուղը ուխտը խախտել էր գաբավոնացիներին, ինչ անեմ, Տեր Աստված։ Գաբավոնացիները պահանջեցին, գաբավոնացիներին կանչեց, ասեց ինչ անենք, որ այդ անեծքը վերանա այդ սովը։ Բայց Սավուղի ընտանիքից 7 հոգու տվեք, սպանենք, որպեսզի այդ անեծքը վերանա։
Ինչ ցավալի բան ժողովուրդ ջան։ Դարի ընտրություն կատարի, թե ում տա Սավուղի ընտանիքից, որ տանեն սպանեն։ Դավիթը որոշեց այն վատ մարդկանց Սավուղի ընտանիքից տարեք սպանեք, ասում է տիրոջ համար սպանեք, տարան սպանեցին, Մեմփի Բոստեն մնաց ժողովուրդ, ինչի համար մնաց, որտև Դավիթը Մեմփի Բոստե հոր հետ Հովնաթանի հետ ուխտ էր արել, այդ կաղ տղեն մնաց, այն զալեմ տղեկին տարան սպանեցին, Մեմփի Բոստեն մնաց, որտև իր հերը Դավթի հետ ուխտի մեջ էր, սիրտս լսվում է ժողովուրդ, որ պատկերացնում եմ, որքան կարևոր է, որ մենք ոչ թե մեր երեխաներին հարստություն կտակենք, թեկուզ լավ բան է դա, այլ մեր սուրբ կյանքը կտակենք։ Հովնաթանը Մեմփի Բոստեի համար իր կյանքն էր կտակել, Հովնաթանը սուրբ էր ապրել, հորներ էր հնազանդ եղել, Դավթին էր հնազանդ եղել, հոր հետ մեռել էր պատերազմի դաշտում, Դավիթը ուխտը պահեց, իր ընկերոջ հետ ուխտի մեջ էր եղել։ Այսօր շատ երեխաների երջանկությունը կախված է իրանց ծնողների անցած կյանքից, ոնց ուզում ես հավատա, ճիշտ է ապաշխարությունով շատ հարցեր է լուծվում, եթե քո ծնողները քեզի իրենք լավ կյանք չեն ապրել, բայց դու դարձի ես եկել, Աստված օրհնում է քո կյանքը, քո ընթացքը, բայց հոտը գալիս է այն վաղտվանից, լավ ապաշխարությունով, Քրիստոսի խաչով, անեծքը վերանում է։ Դավիթը հավատարիմ էր եղել Սավուղին, Սավուղ ուզում էր սպանել իրան, բայց Դավիթը հավատարիմ էր, նա թագավորին հավատարիմ էր, իրեն սպանող, իրան մահը ցանկացող թագավորին հավատարիմ էր, դրա համար նա դարձավ թագավոր։ Շատ եք լսել եկեղեցում, Աստված ուխտի Աստված է, Աստված ուխտը հարգող Աստված է, Աստված ուխտը պահող Աստված է։ Աստված հարգում է նաև մարդ ուխտը, Ռեխաբյաններ անունով, ազգանունով մի ցեղ կար հրյաների մեջը, այս մարդիկ իրանց հորը խոստում էին տվել, որ գինի չպիտի խմեն, մի օր մարգարեն, Աստված մարգարեն ասեց, գնա ժողովրդին ասա, որ թող գինի խմեն, այս մարգարեն գնաց, այս մարդիկ ասին, մարգարե ջան, քեզի շատ ենք հարգում, բայց մենք մեր հորը խոստում ենք տվել, մեր հերն էլ մեռը գնացել է, հիմի ոնց կլնի էլի, մենք որ ես ուխտը խախտենք, ամեն անգամ մեր երազի մեջ, ամեն անգամ մեր հիշողության մեջ, մենք մեզ մեղավոր կզգանք էլի, արի գնա էլի, մենք չենք ուզում գինի խմենք, էլի, թող Աստված ներող լինի մեր հանդեպ։ Աստված այս վարմունքը տեսնելով, դե մարգարեի միջոցով ասեց, ձեր տանից իմ առջև կանգնող մարդ պակաս չի լինելու, որ իրանք ուխտը հարգող մարդիկ էին, իրենց հոր տված խոստումը իրանք հարգել էին։ Տեսեք ինչքան կարևոր է, ժողովուրդ շատ ցավալի է, շատ վատ է, չգիտեմ, այդ ուխտազանց լինելը։ Եթե քո ընկերոջը, քո կնոջը, քո ամուսնուն, քո ծնողին, Աստծուն խոստում ես տվել, դուրս մի արի այդ խոստումից։ Մեռի, բայց այդ խոստումից դուրս մի արի, բայց չես մեռնի։ Հիսուս ասեց, ով որ հավատա ինձ, թեկուզ մեռնի, պիտի ապրի։ Եզեկիա 16:59 Աստված այսպես է ասում, քո արասների համեմատ կանեմ քեզ, քանի որ երթում անարգեցիր, ուխտդ ավերեցիր։ Ես էլ ասում եմ, ես կհիշեցնեմ քեզ քո մեղքերը ու դու կամաչես։ Ինչքան վատ ամոթի զգացումը։ Աստված ես քեզ կհիշեցնեմ քո մանկության մեղքերը, քո անցյալ մեղքերը ու դու կամաչես։ Քո արածի համեմատ ասում ես էլ քեզ կանեմ։ Դու իմ հանդեպ եղած ուխտը խախտեցիր, ես էլ քեզ կհիշեցնեմ քո սխալները։ Իսկ մենք գիտենք, որ Աստված մեր մեղքերը դերել է, մոռանում է մեր մեղքերը։ Ժողովուրդ, ընենք չանենք, որ Աստված մեր մեղքերը հիշի հանկարծ։ Սաղմոս 25:10 ասում է. Տիրոջ ճանապարհները ողորմություն եւ ճշմարտություն են, իր ուխտը եւ վկայությունը պահողների համար։
Մի Սաղմոս ուզում եմ կարդալ, Դանիելի հիշեցրած, Սաղմոս 132-ը։ Տեսեք ինչ գեղեցիկ խոսքեր ասում։ Դե բացվի էլի։ 132-ի 11 խոսքից։ Տերը երթում արես Դավթին ճշմարտությամբ ու ետ չի դառնա նրանից։ Քո որովայնի պտուղներեն մեկը քո աթոռիդ վրա պիտի նստեցնեմ։ Եթե քո որդիներդ պահեն իմ ուխտերն ու իմ վկայություններս, որոնք անոնց պիտի սովորեցնեմ, այն ժամանակ անոնց որդիներն էլ քո աթոռիդ վրա պիտի նստեն հավիտյան։ Աստված ճշմարտությամբ ուխտ արեց Դավթի հետ, թե քո աթոռի վրա քո որդիները պիտի նստեն։ Ու ասում է, եթե պահեն իմ ուխտերը, նրանց որդիների որդիներն էլ կնստեն այդ աթոռի վրան։ Ժողովուրդ, մենք տեսանք, որ նրա որդիները բոլորը չէ որ հավատարիմ գտնվեցին, բայց Աստված ուխտեր արեց Դավթի հետ, Դավթի արած ուխտի համաձայն նրա որդիները, մեղավոր որդիները, սխալ որդիները թագավորեցին Իսրայելի վրա, մինչև Սեդեկիա թագավորը, մինչև գերության գնալը։ Ասենց ասեմ, Աստված էլ համբերություն ունի, ասած երկայնամիտ է, բայց Աստված էլ համբերություն ունի։ Դավթին տված խոստումի համաձայն Աստված երկար տարիներ շարունակեց, Դավթի որդիները դարձան թագավոր, բայց վերջացավ Սեդեկիա թագավորով։ Ժողովուրդ, Աստված երթում պահող Աստված է։ Էսի հավատք, այդ հավատքն է մեզ պետք, որ Աստված տվեց իր միածին որդին, որ ով հավատա չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Աստված իր երթումը պահում է, նա տվել արդեն ապացուցել է իր սերը մեր հանդեպ։ Ուխտիդ մեջ հավատարիմ եղիր, հավատքիդ մեջ հաստատուն մնա, ծառայության մեջ ջանքով եղի։ Այնպես ապրի, որ ապրեցնես, այնպես ապրի, որ ապրեցնես քեզանից հետո քո սերունդը, այնպես ապրի, որ քեզանից հետո քո երեխաները չամանչեն, այնպես Աստծո ուխտը պահի, որ քո շրջապատի մարդիկ քո սերունդը հիշեն։ Սողոմոնը երբ որ կանգնում էր աղոթքի Աստծո առաջ, ասում էր իմ հոր Դավթի Աստված, իմ հոր Դավթի Աստված։ Սողոմոնն էլ էր հավատարիմ իր հոր Դավթի եւ Դավթի Աստծուն։ Մենք կարող ենք այդպես ապրել, որ մեր երեխաները հիշեն մեր հավատացյալ կյանքը, մեր սուրբ կյանքը, մեր քրիստոնյա կյանքը եւ վախենան մեղք գործելուց։ Ասում եմ, ձեր հավատքի առաջնորդներին հավատքին նայելով սովորեք։ Ասենք, մեր երեխաներն էլ մեր հավատքին նայելով սովորեն, որ մեր վերջը բարի եղավ եւ իրանք էլ հավատարիմ որ լինեն, իրենց կյանքն էլ բարի կլինի։ Աստված շատ օրհնի մեզ ձեզ բոլորի ժողովուրդ ջան։ Աստված Հիսուս Քրիստոսի միջոցով, խաչի միջոցով ուխտ արեց մեր հետ։ Խաչը մեր ուխտի նշանն է, ժողովուրդ ջան։ Կուզես համբուրես խաչը, համբուրի դու գիտես։ Բայց խաչը համբուրելով չի, խաչի իմաստը պահելով է։ Խաչի իմաստը պահելով է։ Ոմանք իրանց մարմինի վրա խաչ են անում, ոմանք իրանց վզից խաչ են կախում, լավ են անում, պրոբլեմ չի, բայց ժողովրդական խոսքը ասում է Տերն է խաչին զորավորանում։ Այդ Տիրոջ ուխտը պահի, այդ Տիրոջ ուխտը պահի, մի անարգիր ոչ մեկին, եթե ինչ-որ մեկին կտեսնես մոմա վառում, խաչակցում, Աստված այդքան է տվել իր հավատքը, մի անարգիր, նա Աստծո համար է անում, ասում է մի սուտողը բանջար ուտողին թող չմեղադրի, չթերագնահատի, բանջար ուտողը թող մի սուտողին չդատի, այնպես որ եկեք մեր ուխտը Աստծո հետ ամուր պահենք, ճիշտ պահենք, Աստված մնացած բոլոր հարցերի պատասխանը կտա։ Ասում է պատերազմը իմն է, քոնը չի։ Աստված օրհնի Դանիել ջան, այն երկրի վրա ինչ որ կատարվում է, ինչ Աստծո ծրագրի մեջ կա, այն ինչ որ Աստված մեզ պատվիրել է անելու, եկեք այդ պատվիրածի մեջ հավատարիմ լինենք։ Եկեք Աստծուն ասենք շնորհակալ ենք Տեր Աստված։ Շնորհակալ ենք Հայր Աստված, շնորհակալ ենք այն ուխտի համար, Տեր, որ դու կապեցիր մեր հետ, Տեր։ Շնորհակալ ենք, Տեր,
որ դու քո խոստումը կատարեցիր, Տեր, որ դու տվեցիր քո որդուն մեր փրկության համար, որ քո որդին արյուն թափեց խաչի վրա, Տեր, որ քո որդին չարչարվեց, տանջվեց, մեռավ մեր պատճառով, մեր համար, Տեր, եւ որպեսզի մենք ապրենք, Տեր։ Հիմա խոնարհվում ենք քո առջև, Տեր, խոնարհեցնում ենք մեր ամեն գիտություն, իմաստություն, մարդկային ամեն բաները, Տեր։ Ու ասում ենք դու ես ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը, Հիսուս, քեզանով է ամեն բանը, Տեր։ Օգնիր մնանք ուխտի մեջ, Տեր։ Օգնիր մնանք հավատքի մեջ, Տեր։ Օգնիր մնանք ճշմարտության մեջ, Տեր։ Օգնիր ապրենք ճշմարտությունը, Տեր։ Օգնիր հավատարիմ լինել մարդուն, Տեր։ Օգնիր հավատարիմ լինել մեր շրջապատի մարդկանց, Տեր։ Օգնիր հավատարիմ լինել քո Աստծո մարդկանց, Աստված մեր Տեր, որ դու մարդիկ ես դրել, Տեր, ծառայողներ ես դրել, Տեր, երկրի վրա, եկեղեցում, Տեր, օգնիր հավատարիմ մնալ իշխանություններին քո խոսքի համեմատ, օգնիր հավատարիմ լինել, Տեր, մեր ընտանիքների մեջ, Տեր, կին ամուսին հարաբերության մեջ, Տեր, ծնող երեխա հարաբերության մեջ, Տեր, օգնիր, որ հավատարիմ լինենք Աստված մեր Տեր, շնորհակալ ենք Հայր Աստված, շնորհակալ ենք, ողջ փառքը քեզ, պատիվ ողջունություն քեզ, Հայր, ամեն ինչում, ամեն բանում, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն